Եթե հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրական իրենց գործունեությամբ միայն զբաղվեին, այլ ոչ թե մենք լսում ենք տարատեսակ մարդկանցից եւ ընդհանրապես ոչ լրատվական դաշտը ողողված է այն մտքերով, որ ունեն բիզնեսներ, որ թաթախված են կոռուպցիայի մեջ, որ մի շարք, այսպես ասած, մաֆիոզ համակարգերի հետ նախկինների հետ համագործակցում են եւ նաեւ այդ ամենը տեսնելով մեր ժողովուրդը մի տեսակ մի մասը, ես չեմ ասում ամբողջը, կարող ենք տեսնել, որ մի փոքր հեռացել են հայ առաքելական եկեղեցուց եւ այսօր այդ մարդիկ մտել են այսպես ասած մեկ այլ հավատքների մեջ, այսինքն դուրս են եկել հայ առաքելական բուն եկեղեցու, այսպես ասած հավատքի շրջանից եւ դարձել են աղանդավորներ։ Մեր հոգեվորականները պետք է պայքարեն, այսպես ասած աղանդավորների դեմ եւ այնպիսի մթնոլորտ, այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ ամբողջ հայ ժողովուրդը սրբորեն հավատա բուն հայ առաքելական եկեղեցու եւ սպասավորներին, այլ ոչ թե շեղվեն այդ իրական ուղուց։ Եվ այս ամենը տեսնելով եւ բացի դրանից մենք մոտ 1 տարի առաջ տեսանք, որ որոշ սրբազաններ իրենց, այսպես ասած, սառեցրեցին եւ դուրս եկան փողոց, սկսեցին զբաղվել քաղաքականությամբ։ Հոգեվորականը ինչ գործ ունի զբաղվի, այսպես ասած, քաղաքականությամբ,